Տիկին Ռուզաննա, ասում եք Փաշինյանը արյուն է ուզում եւ արյան գետեր է ուզում, բայց ինքը բացատրեց, որ նոյեմբերի 9-ից հետո ինքը մի շաբաթ հաց չի կերել, իր էմոցիաները պատմեց, ոնց է արտասվել եւ ինչ ապրումներ է ունեցել, դուք չեք հավատում այդ էմոցիաներին։ Նիկոլը չի կարա էմոցիա ունենա։ Նիկոլի էմոցիաները գիտեք ինչ բալինում, երբ որ ինքը արժայում ընդդիմությանը կամ մեկ այլ անձին կարա ասի կզսնել, սատկացնել, քերտել, մորտել, չգիտեմ ինչ անել, պատվաններ լցել, դա է Նիկոլի էմոցիան։ Ես չեմ տեսել Նիկոլի մոտ ինչ որ ապրումակցելու, ինչ որ հուզական այլ անձի նկատմամբ մարդիկ մոտենում են իրան, այս վերջերս իր քարոզարշավի ժամանակ այն 15 այրված զինվորներից մայրը մոտեցավ, ասեց իրեն ինչ ասես, ինչ որ եղել է իր տղայի հետ, իր մոտ տեսակ ինչ որ հուզական վիճակ։ Լավ ասես, տարեք այն 15 վառված տղաների ծնողն է, հետո որ այդ ծնողն է դու պատասխան չունես այդ մորը տալու։ Ինչի վառեցիք այդ 15 զինվորներին։ Ինչն էր պատճառը, ինչ էին արել ցես, ու տենց էլ չիմացանք ինչն էր պատճառը։ Եթե քաղաքական նյուանսներ չունի այդ այրված զինվորների պատմությունը, սենց ընթացք չէր կարող ունենալ։ Հիմարին է հայտնի այս ամեն ինչը։ Կամ իր այդ էմոցիաները, որ ասում նոյեմբերի 9-ից հետո ինքը գնաց էր բունկերում թաքնվել էր, պահկվել էր ինքը, գնաց էր պարտակվել էր, գլուխներ ազատել։ Ինչ հուզմունք, ինչ բան, հա, լացերը սեկավ, պես լացածում է Նիկոլը Սաղին։ Հուզվել էլ իրան էր մնացել։ 8 տարվա մեջ մի լավ բան չի արել, որից դուք որպես քաղաքացի չի արել, ոչ մի լավ բան չի արել։ 0-ից էլ ցածր։ Ես չեմ տեսել որևէ մի բան, որ ասում են մարդ պիտի հոգով խոսա, խղճով խոսա։ Հիմա ես ուզում եմ խղճով խոսամ։ Ինչ արի Նիկոլը։ Մի հատ ասեք, ես ասեմ ներողություն։ Աջակիցները նշում են գույնզգույն մանկապարտեզները, դպրոցները, ասֆալտը, թոշակը եւ առողջության ապահովագրություն։ Այդ առողջության ապահովագրությունը եւ թոշակը դա ընտրակաշարք էր ուղակի պետական ձևակերպմամբ։ Հիմա թոշակները նախկինում մարտ ամսին, փետրվար ամսին թոշակառուները կռիվ էին անում, թե 10,000 դրամը տալիս ես, ասում ես ինչ եք անելու, դրա համար չեմ տա, ներողություն, չէր տալիս։ Ասում են ինչ եք անելու, այդ պատմությունը գնաց երկար, թե ով ինչ անելու, ինչի անելու։ Բայց հետո ո՞նց եղավ, որ այս ընտրության շեմին հանկարծ հասկացավ թոշակառուն ինչ է անելու 10,000 դրամը։ Ասֆալտը, մանկապարտեզ, դպրոցներ։ Մանկապարտեզ դպրոցներ տեսանք ծորակների պատմությունները, ցուցադրական էր թքած կպցրած իր շինարարությունը, իր շինանյութերը, տեսակ ինչեր էր անում ու ոնց էր ցուցադրում Ժաննա Անդրեասյանի հետ։ Դա է իր արած գործը, ինչ է արել Նիկոլը։ Բանը մանկապարտեզները ու դպրոցները վերանորոգել է, Աստված գիտե, այդ վերանորոգման հետ կապված էլի գումարներ են իրանք դուրս կրել, ինչեր են անել, դա ձևական ատմասկա է։